Դուրս չեմ գալուս։ Ես իմ երեխայի հետ, իմ ամուսնու հետ իմ տունը պահելու եմ։ Ռուզաննան ամուսնու հետ 20 տարում է Ֆրիկի մեկ հասցեի այս 3 հարկանի տունը կառուցել։ Առաջին հարկում խանութ են աշխատեցնում, որ հաշմանդամություն ունեցող երեխայի ծախսերը հոգան։ Թվում է ամեն ինչով ապահովված են հանգիստ ապրելու համար, բայց ոչ։ 2 տարի առաջ երերացել է հողը ոտքերի տակ։ Եթե իրանք վերածվելու են Թուրքի, ես էլ վերածվելու եմ հայի, որը կպաշտպանի իր տունը։ Ու դուրս չեմ գա։ Խնդրում եմ պետությանը, թող մեզ հանցագործ չսարքի։ Երևանի ամենահին Կոնդի թաղամասի բնակիչներն ասում են 2024 թվականին Հայաստանի կառավարությունը հանրային գերակաշահ է ճանաչել այս տարածքը, բիզնես կենտրոն են ուզում կառուցել։ Ինչի պիտի դուրս գամ։ Մարդիկ զայրույթով են ընդունել այս լուրը, իրենց խոսքով կոպեկների փոխհատուցում են առաջարկում այս տներից հեռանալու դիմաց։ Ես 40 տարի կյանք եմ դրել ստան վրա, չեմ կերել, չեմ խմել, սոված եմ եղել, բայց սարքել եմ։ Սկի մի հոլիկի գումար չի տալի։ Կոնդեցիների ասելով 1 քառակուսի մետր հողի համար իրենց 640,000 դրամ փոխհատուցում են առաջարկում, արդար չէ ըստ պատմական թաղամասի բնակիչների։ Վաղը միսր որպես օֆիսային տարածք վաճառել է 1 քառակուսի մետրը 5 միլիոնից ոչ պակաս։ Հեղափոխություն արվեց։ Ես եմ տերը իմ երկրի։ Այսօր ես տերը չեմ իմ տան, իմ ընտանիքի, իմ ամրոցի։ Ես ոնց կարամ երկրի տեր լինեմ։ Հողից բացի տան համարել են գումար առաջարկել որոշ բնակիչների, Հրաչի 53 քառակուսի մետրանոց տան համար 2 միլիոն 300,000 դրամ են խոստանում։ 2 միլիոն 300,000 որտե տուն սարքեմ։ Որպեսզի այդպիսի շինություն կառուցես, պետք է 28 միլիոն դրամ։ Ինձ ասում է, ինձ պետք է մենակ քո հողը։ Ես հողի փող եմ տալիս քեզ։ Կոնդեցիներից ոմանք համաձայնել են առաջարկվող պայմաններին, թաղամասում ասում են իրենց հողն ու տունը հիմնականում հանձնել են նրանք, ովքեր այսպես թե այնպես այստեղ չեն ապրում, տներն էլ հին են ու խարխլված։ Սակայն 12 ընտանիք ասում է, թե չի ուզում ջրի գնով տալ ունեցած չունեցածը։ Այսօր զանգ ենք տալիս բոլոր գնահատող կազմակերպությունների, բոլորը վախենում են, ասում են, եթե գերակաշահը ճանաչվեր, մենք չենք մոտենա։ Ոչ ոք, հիմա մենք ոնց պայքարենք։ Պետական տարբերատյանների դռներ են թակել այս մարդիկ, բայց իրենց հարցին լուծում չկա։ Մեզ ընդունել է Ալեն Սիմոնյանի տեղակալը, Ասլատիկին Ռուզաննա, նայում եմ ձեր ամբողջ թղթաբանությունը տեղին է, մի քառակուսին էլ լրիվ թղթով արված է, իմս չունեմ բաց թողնված բան, ասում է, բայց ոչինչ չեն կարող անել, որովհետև ասում է, այսօր բանը իրանցն է արդեն դա։ Իրենց սեփականության իրավունքը պաշտպանելու համար ասում են պայքարելու են մինչև վերջ, անգամ եվրոպական դատարան են դիմելու։ Պետք է անգամ որ մեր ինչ արժի մեր տունը, ես ձեզնից ավել գումար չեմ ուզում, ողորմություն չեմ ուզում։ Դրսից չեն գալու ստեղ իրանց բիզնեսներն անեն, մենք գնանք, չգիտեմ որտեղ ենք ոնց ապրենք։ Հեռու մնացեք մեր տներից, իշխանությանը զգուշացնում են կոնդեցիները ու դիմում անձամբ Փաշինյանին։ Ես հողերը որ ազատագրել եմ, դու բանակից ազատվում ես այդ վաղ։ Իսկ ես սարերում քյալը է տարի թուրքերի հետ։ Հիմա դու աղբեր ես դարել, ես էլ թշնամի եմ դարել։ Ու եկել ես հիմա մի հատ տուն ունեմ, ձեռից ստանում ես։ Աննա Գյուլնազարյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։